մասնակիցներ, այսօր դուք մասնակից եք լինում բոլորին դեմ եք կուսակցության քարոզարշավին, որը կրում է Զահլատ անելու ակցիա անունը։ Այսօր մեր կուսակցության մի շարք անդամներ տեղադրեցին արձան Զահլատ անելու եւ ով որ կտանի այս Զահլան փոխանցում եմ ձեզ պարոն Գևորգյան։ Արգելի ներագործներ, ինչպես տեսնում ենք, մենք այստեղ հավաքվել էինք ոչ թե Զահլատ անելու, այլ հավաքվել էինք ժողովրդի Զահլայի արձանը բացելու։ Դա ժողովրդի Զահլայի արձանի բացումն է։ Ու տրամաբանությունը կայանում է հետևյալում, երևի բոլորը լսել եք Էքսկալիբուր թրի մասին ու թագավոր Արտուրի մասին, ըստ լեգենդի թագավոր կդառնար այն մարդը, կստանար ամբողջ իշխանությունը Անգլիայում այն մարդը, ով որ կարողանար այդ թուրը հաներ քարի մեջից։ Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ Հայաստանը դրանով շատ նման է Անգլիային, մենակ մի տարբերությամբ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն ստանում է այն ուժը, ով որ կարողանում է ժողովրդի Զահլան տանի։ Այսպիսով Սպայդերմեն խնդրում եմ բացել ժողովրդի Զահլայի։ Ուշադրություն, հիմա տեղի է ունենալու Զահլայի արձանի բացումը։ Այսօրվանից հետո ոչ մեկ չի կարողանալու տանել ձեր Զահլան, որտեղ այն կշռում է 500 կիլոգրամ ծափահարություններ։ Այս սիմվոլը թող մնա այստեղ եւ բոլոր քաղաքական ուժերը, որոնց մենք դեմ ենք, իսկ մենք դեմ ենք բոլորին։ Իմանան, որ այլևս չեն կարողանալու տանել ժողովրդի Զահլան։ Սա ժողովրդի Զահլայի սիմվոլն է։ Ներողություն այդ բառի ոչ խորը հայկական ծնունդի համար, բայց ավելի լավ բնութագրել մեր քաղաքական գործիչների արարքը մենք չենք կարող։ Լավագույն ձևը բոլորին դեմ եմ կգաթերթիկ համար երկուսն է։ Երբ որ դուք բոլոր Զահլատ անողների երկուս դնեք, նրանք կմնան նույն դասարանում, իսկ արձանը իր տեղում։